կինը եւ վիշապը եւ երկնքում մի մեծ նշան երևաց, մի կին արևով պարուրված, լուսինն էլ իր ոտքերի տակ եւ իր գլխին 12 աստղերով պսակ, նա հղի լինելով աղաղակում էր երկունքի ցավերից եւ տառապանքից, որ ծներ, եւ երկնքում մի ուրիշ նշան երևաց, ահա մի մեծ հրաշեկ վիշապ, որ 7 գլուխ ուներ եւ 10 եղջյուր եւ նրա գլուխների վրա 7 թագ, եւ նրա պոչը քաշում էր երկնքի աստղերի 1/3 մասը եւ երկրի վրա գցում, վիշապը կանգնած էր այն կնոջ առաջ, որ պատրաստվում էր ծննդաբերել, որպեսզի երբ ծներ, նրա զավակին կուլ տար, եւ նա մի արու զավակ ծնեց, որ բոլոր ազգերին երկաթե գավազանով պիտի հովի, նրա որդին հափշտակվեց Աստծու եւ նրա գահի մոտ, եւ կինը անապատ փախավ, որտեղ Աստծուց պատրաստված տեղ ուներ, որպեսզի այնտեղ նրան կերակրեն 1260 օր։ Եվ երկնքում պատերազմ եղավ, Միքայելն ու իր հրեշտակները վիշապի դեմ պատերազմեցին, վիշապն ու իր հրեշտակները եւս պատերազմեցին, բայց չկարողացան դիմադրել, ոչ էլ նրանց համար երկնքում տեղ գտնվեց, եւ ցած գծվեց մեծ վիշապը, առաջին օծը, որ դև եւ սատանա է կոչվում, ամբողջ աշխարհը մոլորեսնողը երկրի վրա ընկավ, եւ նրա հրեշտակներն էլ նրա հետ ընկան։ Եվ երկնքից ուժեղ ձայն լսեցի, որ ասում էր. այժմ եղավ մեր Աստծու փրկությունը, զորությունն ու թագավորությունը, իշխանությունը նրա օծյալի, որովհետև ընկավ մեր եղբայրների դեմ չարախոսը, որ գիշեր ու զոր մեր Աստծու առաջ չարախոսում էր նրանց մասին, եւ նրանք հաղթեցին նրան գառան արյունով ու իրենց վկայության խոսքով, եւ իրենց կյանքը չսիրեցին մինչև մահ։ Դրա համար ուրախացեք, ով երկինք եւ նրանում բնակվողներ։ Վայ երկրին ու ծովին, որովհետև ձեզ մոտ իջավ դևը, որ մեծ բարկություն ունի, իմանալով, որ քիչ ժամանակ ունի։ Երբ վիշապը տեսավ, որ երկիր ընկավ, հետապնդեց այն կնոջը, որ արուզավակ ծնեց, եւ կնոջը արծվի 2 մեծ թևեր տրվեցին, որպեսզի անապատ թռչի իր տեղը, որտեղ կերակրվում է որոշ ժամանակ, մի ժամանակաշրջան ու կես ժամանակաշրջան, օծից հեռու, եւ օծը իր բերանից գետի պես ջուր թափեց կնոջ հետևից, որպեսզի նրան ընկղմի, բայց երկիրը կնոջը օգնեց։ Երկիրը բացեց իր բերանը եւ կուլ տվեց այն գետը, որ վիշապը թափել էր իր բերանից։ Վիշապը բարկացավ կնոջ վրա ու գնաց նրա մյուս զավակների դեմ պատերազմելու, որոնք պահում են Աստծո պատվիրանները եւ ունեն Հիսուսի վկայությունը, եւ նա կանգնեց ծովի ավազի վրա։